մասին միջնությունների հետևել պատճառաբանությունը սկսեմ օբյեկտիվ չափանիշներից երևի սուբյեկտիվից սկսեմ Պարոն Թումանյանը ինձ հարց տվեց, թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք եղել նշեց, որ հարաբերություններ չենք ունեցել, պարոն Թումանյան և մնավ սա որևէ հարաբերությամբ ես բացակի միջնորդությունը պայմանավորված չէ Ես գտնում եմ իմ ներկայացվելիք միջնորդությունը բխում է դատական իշխանության շահերից, նաև իմ գործի շահերից։ Դուք իմ գործով նախորդ պահի եղել եք դատարանի կազմում։ Կազմում եք եղել, կայացել եք որոշում, որը սահմանադրական դատարանի կողմից դիտարկվել է որպես հակասահմանադրական կիրառում, հակասահմանադրական մեկնաբանություն։ Այն որ օրենքով սահմանված կարգով օրենքին համահունչ մեկնաբանությամբ չէր իրականացվում նախորդ վարույթը, դա ոչ թե ինձ է պարզ, այլ ես համոզված եմ նաև ձեզ է դա պարզ։ Սակայն այդ քայլին կարծում եմ գնացել եք, մասնավորապես կաշկանդված լինելով այդ ժամանակ ԲԴԽ նախագահ Անդրեասյանի ազդեցությունից։ Իսկ թե ինչով է պայմանավորված նրա ազդեցության տակ լինելը, ես հիմա կպարզաբանեմ։ Մասնավորապես Կարեն Անդրեասյանը նախարար Մինասյանի հետ հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում ու ընդհանրապես միջազգային չափանիշներին հակառակ համատեղ ծավալելով բիզնես, համատեղ շահույթ ունենալով մասնակցել են տարբեր գործերով, մեկը որպես արդարադատության նախարարություն ներկայացնող, մյուսը դատավոր, ԲԴԽ անդամ։ Այդ կերպ ասած, ավելի մատչելի ասած, մեկը դատախազ, մեկը դատավոր։ Այդ շուտը բոլորի համար շատ պարզ է եղել։ Բայց ձեր որոշումներում, մեր ձեր կողմից ստորագրված որոշումներում, դա ձևակերպել եք, թե իբր վերջիններս գործում են ելնելով հանրային շահից։ Այդ դատական օրենքի 71 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուղիղ արգելքը, եթե բնորոշել բոլորին, բոլոր շարքային մահկանացուներին, դատավորներին, դատախազներին, որ որևէ անձի հետ, կողմի հետ ֆինանսական շահ ունենալու պայմաններում իրավունք չունեին մասնակցել միևնույն պրոցեսին, դուք չէ, նրանց դեպքում մեկնաբանել եք դա որպես նրանց գործողությունները մեկնաբանել եք հանրային շահով պայմանավորված։ Իբր նրանք առանձին կատեգորիայի անձինք են, օրենքը նրանց համար չի գրված, նրանք բոլորից տարբերվում են։ Բայց դա մի կողմ։ Բոլորից հայտնի 2024 թվականի հունվարի տեսանյութ է, ուշացող արդարադատություն անունով էր, թե չէ, պետք չէ, խանգեցի, դրանք անդրադառնամ։ Պետրոս Ղազարյանի մոտ Կարեն Անդրեասյանի տված հարցազրույցը, որը դուք ինքն եք փաստել եք, որ ուշադիր դիտել եք։ Այդտեղ պարոն Անդրեասյանը ինչ հարցում։ Ասում է ինքը հանձնարարում է իրենից հարցված շեշտում եմ գործերով դատական դեպարտամենտին պատրաստել տեսանյութեր։ Ու դրա հիման վրա այդ իրենից հարցված 5 թե չգիտեմ քանի գործով դրանց հիման վրա նախաձեռնել կարգապահական վարույթներ։ Կոչ անում Արդարադատության նախարարությանը, դատավորների համապատասխան հանձնաժողովին հարուցել համապատասխան վարույթներ։
մտածում եք հարցազրույցեր անցավ։ Ինչ տեղի ունեցավ։ Դատական դեպարտամենտի միջոցներով պետության հաշվին պատրաստվեց մի տեսանյութ, որտեղ հիմնականում, եթե չեմ սխալվում, հիշողությունս չի դավաճանում 5 դատավորների։ Դատավորների մի մասը գովերգվեց, մյուս մասը պիտակավորվեց, ընթացիկ գործերով կարծիքներ հայտնվեցին։ Այլ կերպ ասած միջամտություն տեղի ունեցավ արդարադատությանը։ Դրանից հետո դիցուկ մեկ վարույթ հայտնվեց ԲԴԽ տեսադաշտում կամ ԲԴԽ իրավասությունների ներքո արդարադատության նախարարի իշխանության հիման վրա, վերջինիս ֆինանսական գործընկերով։ Եվ ԲԴԽ-ն ինչ որոշում կայացրեց այդ դատավորի լիազորությունից դադարեցնելու մասին որոշում, բայց մի հետաքրքիր փաստ արձանագրեց։ Ու այդ որոշման տակ կա ձեր ստորագրությունը։ Նշվեց, թե շատ ուշադիր ուսումնասիրենք այդ տեսանյութը եւ պարզել ենք, որ այդ տեսանյութը պատվիրողի գործողությունները միտված են եղել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը։ Միտված են եղել դատական իշխանության անկախությունը առանձին դատավորների պաշտպանությանը։ Այս բան լսել ենք մենք երբևէ։ Այդ ձեր բազմամյա 20 եւ ավելի տարի փորձ ունեք։ Այս բան լսել եք։ Ասենք ես ընդունեք նախկինում լինելով Մասիվի դատավոր, Մասիվի ոստիկանապետին, այդ չեմ ասում լինելով ֆինանսական գործընկեր, հանձնարարի ասեք գիտես ինչ, այս 4 Մասիվում մեկը ապրում է, այն մյուսների հետ այդքան էլ չգիտեմ։ Մի խոսքով, ինձնից բան են հարցում, ես չեմ կարող պատասխանել, ինձնից հարցում են այդ դրա մասին, ու մի հատ գնա դրան բռնի, բեր ես դատել։ Ու այդ մասին ես հեռուստատեսությամբ հայտարարում եմ, հանրային հեռուստաընկերությամբ։ Հետո այստեղ գայ, ինչ եք գնա, իմ գործողությունները ոնց եք գնահատելու։ Ասեմ եք, քանի որ դա չգիտեմ, այդ վատ մարդ է եղել 4 Մասիվի բնակիչը, հետևաբար ես դատանի հեղինակությունն եմ բարձրացրել։ Եթե դատական իշխանությունը հեղինակազրկելու համար ինչ չհեռացնեիք, առնվազն կամ կդատեիք էլ երևի, դուք չէ։ Ես նկատի ունեմ համապատասխան մեղադրանք կառաջադրեին։ Բայց ստացվում է ԲԴԽ-ը նաև ձեր ստորագրությամբ արձանագրում է, թե գործողությունները միտված են եղել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը։ Ես ու դուք ինձ հարց տվեցիք, ես ախի եմ հատկապես շեշտում, թե իմ որ գործողությունները, այդ մեկը այդ դա լրիվ բավարար է իմ համար գնահատելու ձեր որպես ԲԴԽ անդամ գործունեությունը։ Ու փաստելու, որ դուք իմ կարծիքով ոչ միայն իմ գործով, այլ որևէ դատավորի գործով իրավունք չունեք լինելու դատավոր։ Ու հիմնավորում իմ ասածը։ Ես միջնորդություն, այսպես ասած, միջնորդություն եմ ներկայացրել, որից ներկայացնեք երաշխիքները։ Այնտեղ նշել է ինչի մասին է խոսքը։ Դուք ինձ հարցում եք, ասում եք ինչ հարաբերություն եք ունեցել։ Էլ եմ շեշտում, ոչ մի հարաբերություն չեք ունեցել։ Բայց ինձ ոչտեղ պետք են ընկերներ, ոչ էլ ոչ պրոֆեսիոնալ դատավորներ։ Իսկ պետք է, որ իմ գործով դատավորը լինի պրոֆեսիոնալ, անկողմնակալ եւ անաչառ։ Իսկ պրոֆեսիոնալիզմը ինչով է կասկածի տակ դրվում, ես հիմա կասեմ։ Ի տարբերություն մյուս գիտական անդամների կենսագրություններում, ես ուղղակի ուզում եմ ծանոթանալ։ Ինչ է պարզվում, որ դուք ընտրվել եք ազգային ժողովից որպես գիտնական անդամ։ Պարոնություն ձեզ ընդհանրում, ձեր հնարավորություն կտրուժիզան, շարունակելու պարոզեց ացակի իշխանություն ներկայացնելու, բայց նախապես ասում եմ առանց գնահատականներ տալի և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել։ Եթե դուք ասում եք պրոֆեսիոնալիզմով, պրոֆեսիոնալ դատավորներ, որը մեկը չի կարող դատավորների պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնել։ Այլ հարցը, որ դուք կարող եք ունենալ ձեր բացառիկ միջնորդությունը որոշակի հիմքերով։ Մենակ դատական օրենսգրքով նախատեսված այդ բացառիկ հիմքերի շրջանակում ու հիմա շարունակ։ Ես փորձեմ ավելի այլ բառերով մեկնաբանել կամ այնպիսի բառերով, որ
նման տպավորություն առնվազն չստեղծվի։ Հարգելի պարոն Թումանյան, դուք իրավաբան գիտնական եք արդյոք։ Եթե օրինակ հարգելի Տիկին Աբրահամյանի կենսագրությունը կարդնի գրած է գիտության ոլորտը, որտեղ ինքը մասնագիտացված, այն ինչ աշխատություններ ներկայացրել գրել, հեղինակ եղել, դուք որևէ աշխատության հեղինակ եղել եք երբևէ, որպես գիտնական անդամ ընտրվել եք։ Այդ ես ինչքանով որ տեսել եմ պրակտիկան մորեկ հասկանում եմ, գիտնական անդամ լինելու համար երևի պետք է գիտությունների թեկնածուի աստիճան ունենալ, դասակարգում որակավորում ունենալ։ Մյուս տարբերակը հեղինակավոր իրավաբանն է։ Ես այդ հեղինակությունը չեմ վիճակում, հայտնի իրավաբան եք։ Բայց հեղինակավոր թե չէ, ես չեմ ձեզ նշանակել կամ որ ես այդ հարցը գնահատեմ։ Բայց մի հարց անում եմ։ Դուք իրավաբանական կրթությունը ձեր որտեղ եք ստացել։ Ձեր կենսագրությունում տարբեր բաներ ա նշված։ Իմ մոտ այլ կասկած առաջացնում, որ ինձ արդյոք պրոֆեսիոնալ պատրաստված իրավաբաններ են դառնում, թե ոչ։ Իմ գործը քննում, թե ոչ։ Ես սա կուզեի լսել, ես այնտեղ տանթերցումների դերիք ա տալիս։ Այնտեղ նշված է տարբեր երկրներ, վերապատրաստումներ ու երկու բուղ ա նշված, որտեղ որ ենթադրվում է իրավաբանական կրթություն եք ստացել։ Այդ բուհերը երբ եք սովորել, միաժամանակ թե տարբեր ժամանակ։ Ներողություն կանոնություն։ Այո։ Հիմա ստացվում է այնպես, որ ազգային ժողովի կողմից ստացված որոշումն ենք, հիմա քննարկում, թե ազգային ժողովը որոշում կայացրել է հիմնավորումներ ունեցել։ Հետևաբար ձեր կոնկրետ մոտեցումները բացակի նորից են կրկնում դատական մեծօրքով նախատեսված բացակի ինքերի շրջանակում ներկայացրել ձեր դիրքորոշումը։ Հիմա դուք հարցեր եք բարձրացնում, իհարկե բազ է պատասխանները հիմա չի կարող հնչել, որովհետև հարց տալու իրավունք չունեք այս տեսանկյունից։ Դուք ասում եք որտեղ եք սովորել, այն ինչ որտեղ որ սովորել եք Վարչական դատական խորհրդի անդամը եւ ինչ կարգավիճակներ է ունեցել, եւ կենսագրական տվյալներ կան եւ ինչպես քաջատեղյակի օրենսդրությամբ սահմանված ընտրացակարգերով ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես Վարչական դատական խորհրդի անդամ եւ արկա է համապատասխան որոշում։ Իսկ այդ որոշումը կանխավարկածը հաստատապես կանխավարկածն այնպիսին է, որ ամբողջությամբ ստուգված է եւ կոմպետենտությունը ստուգված է։ Հիմա այդ դաշտից դուրս են գալիս կանոնությունը հստակ ձեր բացարկի ձեր հիմքերը որոնք։ Իսկ կանխավարկածը առանց քննարկելու թե որտեղ է ավարտել խորհրդի որևէ անդամ եւ էական չկա պարոն Թումանյանի թե մյուս անդամը կամ մյուս անդամը։ Բոլորը կենսագրական տվյալները դուք գիտեք, բոլորը եթե ընտրվել են կամ դատավորների ժողովի կողմից կամ ազգային ժողովի կողմից ուղիղ ոչ թե ենթադրում է հաստատապես մենք բոլորս պետք է համոզմունք ունենանք, որ օրենքի պահանջներին համապատասխան։ Գուցե որևէ բան ձեզ չի բավարարում, դա ձեր սուբյեկտիվ մոտեցումն է։ Խնդրեմ։ Որպեսզի այդ չընդհատեն, շնորհակալություն։ Պարզ է, իհարկե։ Կանխավարկած իրականում դրանում է կայանում, որ եթե գրված է, դա այդպես է։ Եթե ազգային ժողովը ընտրվել է, ենթադրվում է դա այդպես է։ Կանխավարկածը չի վիճակվում, բայց կանխավարկածը երբեմն կասկածի տակ է դրվում, կամ հակառակ կանխավարկածն առաջանում։ Երբ որ ուսումնասիրում ես իմ տեսակետից, միգուցե ես իմ մասնագիտական գիտեմ տարիների փորձը մի քիչ ավելի շատ կասկածելու, ավելի շատ փաստաթղթեր նայելու, այսպես ասած, վատ փորձ ամեջս ձևավորել, հա երևի, բայց ես ասեմ ինչի համար է կանխավարկածը փարատվում իմ մոտ ու դեպի հակառակը, կարամ ասեմ, եթե խորհրդին հետաքրքիր է, ուստեղ խնդիրը հետևյալում է, եթե ես ներկայացնեմ միջնորդություն, խորհրդին հետաքրքիր է այն, ինչ որ դուք ձեր միջնորդությամբ ներկայացնեք, ով հիմնավոր եք։ Միջնորդության կոնկրետ փաստաթղթեր առանց լրացուցիչ մեկնաբանությունների, առանց տեսական մոտեցումների,
4-րդ մասի, 5-րդ մասի, տարբեր տեսական հատկություններ, այո, առանց դրա, առանց շարունակել, առանց որևէ լրացուցիչ դիտարկումների ու առանց որևէ բան կասկածի մոտ դնել։ Ես կարծում եմ, որ ավելի պարզ լինի, որովհետև այն ինչ որ արվել էր, դա 4-րդ մասի, 5-րդ մասի դրանից անդին էր։ Բայց թույլ կտակ շարունակեմ ես միջնորդությունը փաստարկված ձեր նշած շրջանակներում։ Դատական օրենսգրքի կոնկրետ նորմի շրջանակներում։ Ես չգիտեմ, որ նորմի տակ անդնում չեն կարող այդ նորմա ստակ վկայակոչել, բայց նա պետք է վկայակոչել կանոնությունը, որ նորմով բացարկի միջնորդություն ներկայացնում չեն, ոչ բացարկի հիմքերը ներկայացված են, հստակ գիտենք, դատական օրենսգրքով սահմանված։ Դրանցից որևէ մեկի հիմքով, որովհետև նաև հետո, ինչպես որ ամենասկզբում, դուք ակնկալում եք նաև պատճառաբանված որոշում, նա քիչ առաջ միջնորդությունը ձեր կողմից ներկայացված մերժվեց, պատճառաբանությունը ներկայացվեց եւ պետք է նաև խորհուրդ հնարավորություն ունենա, դուք էլ շատ լավ գիտեք ձեր գործունեության, ինչպես դուք եք ասում երկար տարիների փորձառություն, որ պետք է իրավական հիմք ունենան նաև դրա շրջանակներում, որպեսզի կարողանանք այնպիսի որոշում կայացնել, որը ձեզ կբավարարի։ Հենց նաև սրանից է կախված, թե ինչքանով ձեր որևէ իրավունք հրաշալորված կլինի կամ որևէ ձեր իրավունք ապահովված կլինի։ Ես այդ ասեմ, դատավորի պատշաճ ունեն ինքը ավելի կոպիտ օրենսդրության ձևակերպումը անձեռնարարությունը։ Դուք ստիպեցիք դա ասել, ես չէի ուզում այդպես շարունակել։ Ոչ մի բան չեմ ստիպել, Չէ, որ ասում պարտադիր նշես, այս հաճելի չի իշարել։ Ես որևէ բան ձեզ չեմ ստիպել, այո, ձեզ որևէ բան չի ստիպել։ Ստիպել չակերտավոր։ Պետք է որ չակերտավոր։ Ստիպել չակերտավոր եմ ասում։ Հնարավորության մանհնարության հարցին չանդրադառնանք։ Իհարկե։ Խոսակցության մեջ շարունակենք պարոն Հարությունյան։ Ինչ որ ասում եք, ըստ դրա ես արձագանքում եմ։ Որևէ բան ձեզ չի ստիպել խորհուրդը, ընդամենը ձեզ հուշում է նաև ձեր մի իրավունքի եւ պարտականության մասին, որ բացառքի միջնորդություն ներկայացնում է դատական օրենսգրքով սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Խոսքը սրանն է։ Շատ։ Հիմա շարունակել եմ նշում։ Ուրեմն անձը իր կողմից, բացառապես իր կողմից ներկայացված փաստաթղթերին են անում տալիս։ Պետական մարմիններին է ներկայացել փաստաթղթեր, պարոն Թումանյանը, ըստ որի միևնույն ժամանակ սովորել է, ուսանել է երկու բարձրագույն կրթական հաստատությունում, մեկը Հայաստանում, մեկը արտերկրում։ Թե Հայաստանում, թե արտերկրում նշված բուհերը ամենայն դեպս համացանցի համահասանելի աղբյուրների մարգատեղեկատվությունում հեռական ուսուցման կանք չեն ունեցել։ Դա մեկ։ Անձը միաժամանակ երկու տարբեր բարձրագույն կրթություններ է ստացել, ըստ իր ներկայացված փաստաթղթերի, մեկը մասնավորապես Վանաձորում գտնվող մի մասնավոր բուհից, մյուսը Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան։ Ըստ ներկայացված փաստաթղթերի, այդ մանկավարժական համալսարանը պետական ուսուցումը եղել է ռուսերենով։ Եվ անձը միևնույն ժամանակ իր կողմից պետական մարմինների ներկայացված փաստաթղթերում ներկայացրել է ռուսերենի իմաստության մասին տեղեկանք, որտեղ նշված է, թե չեմ սխալվում, այ երկու մակարդակ։ Այդ այ երկու մակարդակը կարող եք որոնել, դա նաև որ 2000-3000 բարգիլի մարդը կարողանում է հաղորդակցվել, շփվել։ Բայց հարց առաջանում, անձը այդ մակարդակի լեզվի իմաստությամբ ո՞նց է ստացել բարձրագույն կրթություն, այն էլ իրավաբանական։ Ո՞նց ասենք, դատավորների անկախության մասին դասերը լսել, սահմանադրական իրավունք, աշխատանքային իրավունք, 2000 լեզվի, 2000 բառի իմացությամբ։ Եվ ստացել համապատասխան դիպլոմ։
Այստեղ կանխավարկածը շեղում է դեպի մյուս կողմ, որ միգուցե այստեղ այդքան էլ ավելի այնպես չի, ինչպես ներկայացված է։ Հետևաբար, այս մի քանիսը նշեցի, նաև նշեմ, որ ըստ միտեղ ներկայացված փաստաթղթերի, էլի բաց հրապարակային աղբյուրներից եմ ասում, պարոն Թումանյանի կողմից ներկայացված։ Նշած է, թե 2 տարով է ուսումը տեղի ունեցել, բայց թե Հայաստանում, թե Ռուսաստանում, այդ ժամանակահատվածում, նաև երևի հիմա, 2 տարում բարձրագույն առաջնային կրթություն, հիմա բակալավր են ասում, այն ժամանակ 5 տարի, ստանալ հնարավոր չէր։ Այս սրանք են իմ բարձրացած հարցերը։ Եթե պարոն Թումանյանը այսվա մասին որևէ ողջամիտ բացատրություն կտա, ես ներողություն խնդրեմ այս ամեն ինչը բարձրաձայնելու համար եւ անդրադառնում իմ բացարկի մյուս հիմքերին։ Այստեղ խնդիրը նրանում է, որ պարոն Թումանյանը իմ ու մյուս դատավորների վերաբերյալ գործով դատավոր է հանդես գալիս։ Կայացնում է որոշումներ, դատավորների լիազորությունների խնդրեմ։ Ահա եմ ուզում ասել, մենք ստեղ չենք քննարկում ազգային ժողովի կողմից կայացված որոշման հիմքում դրված փաստաթղթերը։ Դեր զարմանք առնվազն ինձ համար տեղի չի։ Եթե դուք բարձրաբանում մենք չենք քննարկում ազգային ժողովի կողմից կայացված որոշման հիմքում դրված փաստերը, փաստաթղթերը։ Մենք այստեղ քննարկում ենք ձեր կողմից ոնց միայն ձեր վերաբերյալ գործով, թե այլ դատավորներով ով ինչ պարտագիտունի կամ դատավոր է դատավոր չէ, դրանով չենք անդրադառնում։ Մենք այստեղ անդրադառնում ենք կոնկրետ ձեր բացարկի հիմքերը։ Հիմա մենք ուզում ենք մի հատ բարձրաբանում, որից հետո նորից ներկայացնենք բացարկի մյուս հիմքերը։ Հիմա այս բացարկի հիմքը շատ կարճ ձևակերպեք, որպեսզի մենք էլ իմանանք սա ոնց են քննարկման առարկա դարձնում։ Դրանից հետո կշարունակեք արդեն առարկայական մյուս հիմքերը, եթե հարգել եք, կարծեք թե ունեիք, ինչ-որ բաներ ասելու, ըստ անհրաժեշտության, պարոն Թումանյանը եթե դուք մի անհրաժեշտ, որոշ բարձրաբանումներ նաև կտան դատական նիստում, բոլորի, եթե ոչ, արդեն համապատասխան ընթացակարգերով որոշումը կայացվի։ Այժմ, եթե ուզում եք ամփոփեք ընդամենը մեկ նախադասությամբ ու անցեք ձեր հաջորդ հիմքերը։ Ես դեպքում որ այս ազգային ժողովով ներկայացված փաստաթղթեր չեմ քննարկում։ Դուք ճիշտ նկատեցիք, որ պետական մարմին ասելով այդ մի մասը ներկայացված է ազգային ժողով։ Բայց ես դրանք չեմ քննարկում։ Ես դրանց ընդունելություն չեմ քննարկում, չեմ վիճարկում։ Թե ով ընդունել, ընդունել, ինչ խորությամբ ուսումնասիրել, դե համապատասխան հարցումներ արելա չի արել։ Ես խոսքս նրա մասին է։ Ես ասեցի բացարկի իրավունք ունեմ։ Ես իրավունք ունեմ բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանի կազմին կամ որևէ դատավորի կամ որևէ անդամի ոչ պատշաճ դատավոր լինելու հիմքով։ Ես սա իմ բացարկիությունը։ Շատ լավ, հաջորդին։ Եթե ցանկանան բարձրաբանություն։ Բարձրաբանը չի տվել։ Այս պահին չէ։ Բավարարեք այսքանով միջնորդությունը խնդրում քննարկեք։ Այդ այլ հիմքեր չունեք։ Ունեմ չեմ ցանկանում ներկայացնել։ Դե արդեն ձեր Շնորհակալություն։ Ամենը արձանագրենք, որ ձեզ հնարավորություն տրվեց, որ ձեր ցանկացած որ անջատեց, հնարավորություն տրվեց ձեր բոլոր հիմքերով ենթադրյալ ներկայացնել ձեր բացարկի միջնորդությունը, նաև պարզաբանվեց, որ ամբողջությամբ կներկայացնեք, այնուհետև պարոն Թումանյանը ամբողջական ձեր կողմից ներկայացված բոլոր հիմքերի վերաբերյալ իր պարզաբանումը կներկայացնի։ Ամենայն դեպս ընթացակարգը նիստի վարման այդպես ենք որոշել եւ ընթանում ենք առաջ։ Պարոն Թումանյան, ենթադրում է, որ շատ հաստատան տվյալների կուզենական Ես չի ադարում ասած, նաև եթե այսքան նստած չեմ, եթե իսատական բայց ես չի որ անանում հանդիպեն, երկու բաներ ես կգասեմ, բայց արդեն ժամկետս ավարտելուց է, հաշկարանում նաև մի մասով դուրեցիք։ Սկսեմ որևէ մեկի ազդեցություն ունենալով կամ որևէ մեկին վրա ազդեցություն ունենալով դա ինչ կան մարդիկ նստած,
շատ ինձ շատ եմ ճանաչում։ Իսկ հիմա դուք եք քրել շատ եմ ճանաչում։ Ես որևէ մեկի կողմից երբևէ անվտանգության տակ չեմ։ Երբեք։ Այդ ումն է հիմա։ Նորից եմ դիտում, որ 20 տարում է մասնակցել է հազարավոր դեպքերից, ցավոք մենք իրար չեն մասնակցել որևէ մեկի, որևէ բար իրավական կամ ակնարկում միաժամանակ 20 տարում է այդ նույն դատավորների կողմից կայացված բազմաթիվ դատավորներով ունեցել են միևնույն հաղթանակներ, որով արձանագրվել այս կամ այն կերպ, կոպիտ, անզգույշ, ոչ դիտավորյալ հաղթումներ, որի ժամանակ աշխատել են նրանք։ Ինչ վերաբերում է որևէ տեսանյութի պարոն Անդրեասյանի կողմից հրապարակելու եւ այլն, ես ուզում եմ դες հիշեցնեմ, ես երբեք եկել բարձրագույն դատական կողմ։ Ես այդ ֆիլմերի ստեղծման ժամանակ բարձրագույն դատական կողմում չեմ եղել։ Որևէ ձևով չեմ մասնակցել, որևէ ձևով առնչություն չեմ ունեցել ֆիլմերի ստեղծման։ Իմ գնահատականը ֆիլմերի վերաբերյալ դրական համացական չեմ օգտվել։ Եթե որևէ որոշման մեջ հանրային նշանով պայմանավորված որոշում է ֆիլմերի անարքայության եւ վրանի վերաբերյալ, դրանք իրավական գնահատականներ են։ Մյուս, որը որ դուք ասում եք, կայացվել է համանդրական դատարանի կողմից, որով դրամապայման ես կազմում գտնվելով կայացրել եմ այլ որոշում, նորից եմ կգնում, որ դուք երկար տարիներով աշխատելով դատավոր ունեցել եք բազմաթիվ ակտեր, որով բեկան են, բայց որևէ մեկը դες չի եք ասել ինչ բառացիք չեմ ուզես բազմացել։ Չեմ ուզում, չէ, ես թվում եմ ավելի մարսել, եմ որ ես իսկրության եմ ամնամաս։ Հաջորդ, ինչ վերաբերում է կրթությանը, ուրեմն, պարոն Արաքելյան, լավ ուսումնասիրեք։ Ներողություն ինչ բառ մասնախոսքը, ձեզ որևէ բառ, ձեզ ուղղված որևէ ժամանակ ասել եմ, բայց ձեզ ուղղված որևէ արտահայտություն չի հնչել, այլապես դրա պատասխանը մյուս, ես չեմ ընտրվում գիտական, ես գիտնական դեր չեմ, շուտով եթե հնարավորություն ունենանք, աշխատանք, իսկ գիտական հոդվածների վերաբերյալ նաև կարող ենք շոբան քննարկել գիտական որևէ ուղղվածություն շոբան ասելու հանրությանը, ես այդ սիրով կմասնակցեմ գիտական ուղղվածությանը։ Ես նաև այդ հաստատանքային օգնում վերաբերում հակառությամբ հեղինակությունը, հեղինակավոր լինելու հանգամանքը, հեղինակավոր չլինելու հանգամանքը, հայտնի իրավունք հեղինակավոր։ Իմ հայտնի և հեղինակավոր լինելը ազգային ժողովն արդեն գնահատականը տվել։ Իմ կոլեգաներն են հայտնիության ու հեղինակության վերաբերյալ գնահատականը երբևէ իրենց զրույցներում կամ հանրայնություն կրկին։ Իմ հայտնի լինելու հանգամանքը պայմանավորված է բազմաթիվ գործերով և փաստաբաններով։ Հեղինակություն լինելով պայմաններում իրավական գիտելիքները ձևակերպված են նաև քանդակներում, որը ներկայացվել է Եվրոպական դատարան և այդ ժամանակվա դատարանի կողմից կայացված որոշումներով պայմանավորված կամ ակտերով պայմանավորված ունեցած բազմաթիվ թվարկված երևի բազմաթիվ ակտերով Եվրոպական դատարանի կողմից որոնց հիման վրա նաև որոշումներ եք կայացրել նաև դուք։ Որոն դատարան։ Նաև Վեճրաբեկ դատարանում ստեղծված բազմաթիվ նախադեպերով, որը Վեճրաբեկ դատարանը կայացնում է, այն հետը դառնում են ուղենիշ, նաև ձեզ համարում եք դատարանը, ծանով եք պայմանավորված։ Կրթությամբ պայմանավորված։ Ես իմ կրթությունը ստացել եմ, որ հրապարակային է, լավ ուսումնասիրեք, տեսնենք ամսացների տարբերությունը, նաև դրանից հետո Ինչպես գիտենք, դրսում եմ սովորել, հիմա նորից սովորում հայցոթեմ և փորձում եմ գիտական աշնանց ստանալ և հոդվածներ եմ գրում գիտական և այլն դրանում կամ որպեսզի լրագրողների համար ամբողջությամբ պատմեմ։ Ասեմ, որ կրթությունից հետո փաստաբան եմ աշխատել, որ իրավաբանական կրթությունապահանում և դեռևս չեմ լսել 20 տարվա մեջ որևէ դատավոր, որ
երբևէ հրապարակեն կամ ձեր բառից ասել, տալ դիրքորոշում արտահայտի իրականության վերաբերյալ նման իրավունք։ Ինչ վերաբերում է ռուսերենի հետ կապված հարգելի պարոն, դեռ նվազագույն չափանիշ է, որովհետև այդ չափանիշը նշում է այդ նվազագույնը, եւ այդ նվազագույնը ամեն ժողովրդից պահանջվեց, եթե լեհերեն պահանջվեց լեհերենի քննություն, դա է լեհերենի, բայց եթե մի հատ է ուզում ռուսերենի քննության պայմաններում հաշվի չէր առնում դիպլոմը, հաշվեր էր առնում, որ նոր քննություն տրվեց եւ այդ նոր քննության պայմաններում նվազագույն ստանդարտ է, ոչ թե առավելագույն ռուսերենի իմացություն չի պահանջվելու քննություն որևէ մեկ տա, այդ թվում ես անեմ ներկայացնեմ, որ ես ռուսերենի բացարձակ գիտակ եմ կամ անգլերենի բացարձակ գիտակ եմ կամ որևէ լեզու։ Այնպես որ ես իմանալս ընտրեմ ես հասկանում եմ դուք անեմ ձեր ուզում եք դեր իրավունքներն իրացնեն, բայց դու դատավոր եք փորձեք մի քիչ հարգանք ունենալ նրա այդքանի նկատմամբ, որ դուք ունեցեք։ Դրանով ինձ չեք որևէ բան, իսկ մոռանում եմ, բայց ասենք այնքանով չի ընդունելի, որ հրավերների մոտ։ Հիմա որ մենք դուրս գանք, ես հաջորդ դատավոր բարձրագույն դատական խորհրդությունն հաստատում եմ, դուք լինեք որևէ դատարանում, ես որ դրա մի տոկոսը ձեզ վիրավորը, կարող է կյանքում բավարար չէ։ Այնտեղ որ հորդորում եմ, խնդրում եմ, մնալ ձեր սահմանում եք, բացի այդ ձեր մասին այդ կարծիքը չունեմ, որպես մարդու, որ ձեզ թույլ տա նման բան։ Հավատացում, երբևէ որևէ մեկ ազդեցության չեն եղել, սահմանադրական դատարանի որոշ բաններ, այդպես են գտել, որ հնարավոր է, որ այդպեսի լուծում լինի, եւ եթե ուզում եք բացիկ տեսնեք ես Անդրեասյանի ազդեցության տակ եղել թե չէ, կարող եք տեսնել քանի իսկ եմ ասել, քանի հատուկ կարծիք եմ հայտնել, հետեւին։ Կարող է դες չկա հատուկ կարծիքներ, բայց ես այդպես եմ մտածել հատուկ կարծիքների մասին եւ տարբերվել եմ մյուս անդամներից իմ կարծիքը։ Կարող է դա ընդունելի չի, կարող է ճիշտ չի, կարող է լավը չի, բայց ես այդպես եմ մտածել։ Մեկ էլ մի բան։ 5 տարվա աշխատանքի ընթացքում դատական իշխանության տվյալ պայմանավորված իրավիճակը պայմանավորված երբևէ որևէ դատավորի նկատմամբ հրապարակային կամ ոչ հրապարակային կամ նիստերի դահլիճում կամ լրագրողների ներկայությամբ որևէ դատավորի անհարգալից նույնիսկ տոնով չեն խոսած։ Ինչի համար, թե ոչ թե տվյալ անձինը միայն հարգել, այլ դատական իշխանություն, որտեղ ես մտածել եմ, որ ես ճիշտ գործ եմ անում դատական իշխանության ներկայության իմ փաստարկները ներկայացնում։ Խնդրում եմ, պահանջում եմ, որ դուք եք շնորհակալ։ Շնորհակալություն բովանդակալից ներկայացնելու պատասխանը, ասելիք ունեք, Հարգելի խորհուրդ, եթե ճիշտ հասկացանք կողմի ներկայացումից,